Մենք ունենք երկու թշնամի, ներքին թշնամի, արտաքին թշնամի։ Մենք կռվում ենք, հանրությունը կռվում է երկու ուղղության վրա, ներքին թշնամու, մեկ էլ արտաքին թշնամու։ Ինչի համար եմ այդ բառերը օգտագործում, նորից եմ ասում, ես դրա զոհն եմ դարել։ Ինձ նման հազարավոր, տասնյակ հազարավոր ժողովուրդ դրա զոհն են դարել։ Ինչ եք ուզում մեզանից, ինչ եք ուզում այս ժողովրդից։ Մի հատ ապրել է քո մայր հողում, մի հատ ապրել է, էդ էլ չեք թողում, որ ասում նորմալ հալալ այդ ժողովուրդը վայել են իրաց կյանքը, իրաց որ ասում ընտանիքներով, իրաց երեխոցով։ Ամեն ինչի մեջ մեզ ասում ցավ եք պատճառում, ամեն ուղղության վրա, ամեն ինչում եկեղեցուն խիև կպնում։ Խիեք եկեղեցուն, դա իմ որ ասում եմ մի հատ բանն է մնացել, որ ես դրա առաջ խոնարհվում եմ ու ասում եմ դրա հույսը հավատով Աստծո աղաչելով ամեն օր, որ վաղվա օրը ես տեսնամ հայկական Արցախը։ Ինչ կա, չկա, այսօր մենք գնում ենք եկեղեցում ենք, որ ասում եմ Աստծոց խնդրում, Աստծոց աղաչում։ Դուք էլ բերում եք այդ բաների մեջ էլ, այդ հարցերի մեջ էլ, էլի ժողովրդի մեջ տարանջատումներ մտցնում, էլի մտցնում ինչ որ բղծված կեղտոտ, որ ասում եմ բաներ։ Դուք ձեր ամեն անցած ճանապարհը տեսեք, ամեն քայլի մեջ որ ասում եմ բանը սուտ թեզերն է, խոստումներն է սուտ, այնքան այդ ստի զոհերը ինչքան մարդադարել, տարածքներ եք կորցրել։ Մենք այսօրվա իրավիճակում այդ ժամանակահատվածում համ ազգովի ենք քչացել, համ որպես պետություն ենք քչացել։ Պետության իմաստով հողերին զիջումներով, բայց ժողովրդի իմաստով էլ այդքան զոհաբերելով։ Ում է պետք է մեր ասում ես այսօրվա իրավիճակում որ գնում են կեղծ խոնարհվել, ում առաջ եք ուզում խոնարհվել կամ ինչի համար եք խոնարհվում։ Դու խոնարհվում ես այն մարդու առաջ, որ կյանքը նվիրաբերել է դու այսօր ներկա իշխանության կամ ներկա ղեկավար լինելով վարկաբեկես նրա զոհաբերությունը, նրա արած գործը, ոնց կարելի է այդպես բաները հանդուրժել, ոնց կարելի է այդպես բաներ ընդունել։